Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր Արարատի մարզի լեռներում ենք, այսպես, եկել ենք բանջար հավաքելու, մեր փոքրիկի հետ եկել ենք բանջար հավաքելու։ Ես այսօր հավաքելու եմ սպիտակ բանջար, ահա սա սպիտակ բանջարն է, շատ նման է խոտի, բայց վերևի հատվածներում, այսպես որ տեսնեք, մի փոքր չորացած է։ Սա ուղղակի այսպես հավաքում ենք, քաշում ենք, որպեսզի արմատները չվնասվի, մնա հաջորդ տարիների համար։ Հետո սրան առանձին մաքրելու ենք, մեջը ծաղիկներ կան, ծաղիկի գլխիկներն արդեն մեջերն են։ Միջից կհանենք այնուհետև տանը, հատիկ, այսպես բոլոր տերևները կառանձնացնենք ու կկապենք, կամ կհյուսենք, հիմնականում սա ավելի շատ հյուսում են, շատ լավ ճաշ է պատրաստվում, չորացնում են, ինչպես ավելուկն են հյուսում, այնպես էլ սա են հյուսում։ Հիմա այստեղ մի փոքր հատված տեսել եմ, իրականում այս սպիտակ բանջարին առաջին անգամ եմ հանդիպում բնության մեջ, որովհետև ես հիմնականում հավաքում էի խոտաբույսեր, բայց այսօր որոշել եմ հավաքել նաև այսպես ուտելի բանջարներ, ինչպես ասում են։ Եկել ենք այս հատվածում նաև ինչ են ասում, շուշան կա, եկել ենք նաև շուշան հավաքելու, այստեղ ահա, տեսեք, շատ լավ շուշաններ էլ ունենք, շուշաններ էլ ենք հավաքելու, շուշաները կարելի է նաև տապակել, թթու դնել, կախված նրանից, թե ինչ եք ցանկանում անել։ Ուրեմն, մոտավորապես ասեմ, որ լանջանիստի հատվածում ենք գտնվում, Շաղապ գյուղից վերև, դաշտամիջյան մի հատված է, ահա այստեղ էլ կան շուշաններից, հիմա սրանք կհավաքենք, կտանենք, որպեսզի թթու դնենք ամբողջ տարվա համար, որը կպահածոյացնենք, որը կդնենք թթու, տեսնենք ինչպես կլինի։ Բնությունը շատ հարուստ է և ամեն ինչ տալիս է։ Եթե իհարկե ճանաչում ես բույսերը, ապա կարող ես հավաքել դրանք։ Ինձ ցույց տվեցին, որ սպիտակ բանջարը այսպես վերին հատվածներում մի փոքր չորացած է, կարող եք մաքրել այդ հատվածը, երբ որ կհյուսեք, կարող եք թողնել։ Ինձ այդպես բացատրեցին, որ դա որովհետև երբ որ մենք էլ մաքրելու ենք, հյուսելու ենք, ինքը այսպես թե այնպես սկսելու է չորանալ։ Այստեղ արդեն իր չորացման պրոցեսը սկսվել է։ Հիմա ես սա կհավաքեմ, կվերցնեմ և կանցնեմ առաջ խոտերի մեջ փնտրելու։ Ահա այս հատվածում նույնպես ունենք։ Այստեղ ասեմ, որ դաշտում հանդիպել եմ նաև գնարբուկների, տեղացիները շուշան են ասում, բայց շուշան չի, հայտնի է նաև վիճակ անունով, շատ գեղեցիկ դեղին ծաղիկներ են, դրանցից նույնպես հավաքելու եմ, դրանք շատ լավ դեղաբույսեր են, կարող եք, քանի որ հիմա ժամանակն է հավաքել և ամբողջ տարվա համար ձեզ համար կունենաք գնարբուկներ։ Հիմա ես կանջատեմ, կմիացնեմ, հետո երբ որ արդեն գնարբուկները կհավաքեմ և ձեզ ցույց կտամ, թե դրանք որ ծաղիկներն են և ինչի համար են։ Սիրելի հետևորդներ, հիմա էլ բանջարը հավաքելով հասել եմ սիբեխներին, բայց սիբեխները արդեն հավաքելու չի։ Պարզապես ուզում եմ ձեզ ցույց տալ բնության մեջ այս պահին ինքը ինչ տեսք ունի։ Եթե ես կարողանամ գնալ այնպիսի վայր, որտեղ սիբեխները դեռ հավաքելու կլինեն, այստեղ ահա մեկը կա, որ դեռ էլի կարելի է օգտագործել, բայց հիմնականում մեծ մասը արդեն հավաքելու չի։ Այսպես, ահա այս վիճակում են, հիմա ես ցույց տամ, թե ինչ չափի շուշաններ եմ հավաքել, այստեղ շուշան ունեմ, սպիտակ բանջար ունեմ հավաքած, շուշաների զոխերը այսպես լավ մեծ ցողուններ ունեն, ահա հիմա պարզապես այսպես պտտվում ենք փնտրելու համար, որտեղ կան լավ որակի շուշաններ, որպեսզի հավաքենք։ Այստեղ շատ տարբեր խոտաբույսեր կան, պարզապես քանի որ մենք այսօր եկել ենք հիմնականում շուշան հավաքելու, աշխատում ենք հավաքել միայն շուշանները, որպեսզի դրա հետ հետագա աշխատանքները ավելի հեշտ լինեն։ Որոշել ենք պահածոյացնենք և մի մասն էլ կդնենք երևի սառցախցիկ,
հաջորդ ամիսներին օգտագործելու համար, քանի որ շուշանը միշտ չի որ լինում, այստեղ բավականին շատ սպիտակ բանջար ասվածը կա, կարող եք տեսնել, սրանք սպիտակ բանջար ասվածն են, հիմա ես պտտեմ, դուք տեսեք ինչքան շատ կա դրանից, այս ամբողջ տարածքը դրանից է, այստեղ մի փոքր դրանից էլ կհավաքեմ, բայց շատ չէ, քանի որ պիտի հյուսեմ, պետք է որ բավականացնի, ունեմ մեկ հյուսելու համար, այստեղ բանջար հավաքողներ, մեզանից բացի էլի մարդիկ կան, օրը կիրակի է և շատ հարմար է բանջար հավաքելու համար, գալիս է տարբեր տեղերից մարդիկ, այսօր աշխատանքի չեն, գալիս են բանջար հավաքելու, մեկ-մեկ էլ իհարկե սունկ է պատահում, եթե եղանակը բարենպաստ է եղել, անձրևներից հետո ենք եկել, ուրեմն նաև կարող ենք հավաքել սունկ, հիմա այս հատվածում դեռ շուշաններ չեմ տեսնում, փորձում եմ առաջանալ գտնեմ շուշան, ահա, ասեք ինչ լավ շուշաններ են, եսը, ցույց տամ նաև, որ շուշանի քոքը այսպես է լինում, ոնց որ սոխուկի տիպի է լինում, ես աշխատում եմ դրանք չհանել, հիմա կփորձեմ դանակով կտրել և նշեմ մի բան, որ շատ ուշադիր պետք է լինես, որտև եթե քարերի միջից ես հավաքում շուշանը, զգույշ պետք է լինենք, որ կոչ հյուրերի, այսպես ասած, չհանդիպենք, կոցեր այստեղ շատ են լինում, այնպես որ պետք է ուշադիր լինեք, խոտը բարձր է և այստեղ ամենասովորական կոշիկներով ուղղակի չես կարող գալ, որովհետև ամեն քայլափոխի կարող է օձ հանդիպել։ Տարածքում շատ բույսեր կան, ինչպես տեսնում եք, լավ փարթամ աճած բույսեր կան, շատ լավ բերի դաշտ է։ Հիմա այս հատվածից ես մի քանի շուշաններ կհավաքեմ և այսքանով երևի այսօր շուշանների հավաքելը կավարտենք, այնուհետև ցույց կտամ, թե ինչպես ենք հետագայում շուշաների հետ աշխատում, ինչ ենք անում։ Մեր բանջար հավաքողները կարծես թե իրար ճանաչեցին, տարբեր տեղերից էինք եկել և ահա ճանաչել են իրար, մոտենում են մեկ-մեկու բարևելու։ Ես մի փոքր հեռու եմ, ինձ այսպես թե այնպես չեն ճանաչում, այնպես որ ես որոշեցի պարզապես ձեզ համար տեսանյութ նկարահանեմ։ Ահա։ Այսպես սիրելի հետևորդներ, հիմա ես սրան կհավաքեմ։ Ես ես հետո ցույց կտամ, թե արդեն ամբողջը հավաքած որքան եմ հավաքել և ինչպես եմ այն պատրաստելու։ Դե ինչ, անջատեմ, շուտով նորից կմիանամ։ Ահա սիրելի հետևորդներ, արդեն երեկո է, մենք հավաքել ենք բանջարները, սպիտակ բանջարը և շուշանը։ Բերել եք արդեն սրա, այսպես ասած, տնային պատրաստման պրոցեսին ենք հասել, երկրորդ փուլն է։ Ուրեմն ինչ եմ անում ես, ցողուններից առանձնացնում եմ, ցողունները և տերևները մեկը մյուսից առանձնացնում եմ, սա պատրաստելու եմ թթու, իսկ սա տապակելու եմ և դնելու եմ սառցախցիկ։ Կարող եք մոտիկից տեսնել շատ լավ բանջարներ են մեր բանջարները, տեսեք ինչ լավ, շատ դալալ բանջարներ են, սա կհեռացնենք այս հատվածից, պարզապես այսպես կենտրոնից կտրելու եմ, ինչու թփերը նույնպես չեմ դնում թթու, ասա, որտեղ թփերը թթու դնելու համար կարող է նաև թփերը լղկվել, դրա համար չեմ դնում թթու, պարզապես առանձնացնում եմ մեկը մյուսից և այստեղ ինձ մոտ տարան եմ, առանձին լցնում եմ տարաների մեջ, հետո դրանք արդեն թթու եմ դնելու։ Սա էլ սպիտակ բանջարն է, ինչպես տեսնում եք արդեն բերել ենք, հավաքել ենք և մաքրել ենք։ Հիմա ձեզ ցույց կտամ մաքրելու պրոցեսը։ Ուրեմն ինչպես ենք մաքրում, վերցնում ենք սովորական դաշտից բերած բանջարը, այսպես առանձնացնում ենք բոլոր տերևները մեկը մյուսից, որովհետև սրանց կենտրոնում ունենք ծաղիկների գլխիկներ։ Որոշների մեջ կա, որոշների մեջ էլ չկան։ Ահա հիմա ես կբացեմ տեսնելու համար։ Կան թե չկան։ Ամեն դեպքում սրանք պարտադիր պետք է բացվել և ծաղիկների գլուխները տեսնելու համար և հետագայում չորացնելու համար այդպես ավելի հարմար է։ Այսպես ստուգում ենք, տեսնենք ծաղիկներից ինչ-որ բաներ կան, թե չէ։ Եվ այստեղ ինձ մոտ մնացել է վերջին մեկ հատիկը։ Չէ։
Սրանց մեջ չունենք ծաղիկների գլխիկներ եւ ինչպես ենք սրանք հյուսել։ Հիմա ես ձեզ ցույց կտամ նաեւ հյուսելու process-ը ինչպես են հյուսվում։ Հյուսելու համար վերցնում ենք պայմանական։ Սրանք պետք է թողում են մի քանի օր թառամելուց հետո իհարկե նոր կհյուսվի, բայց ես այսպես ասած մեթոդն եմ ցույց տալիս։ Վերցնում ենք երկու հատ, խաչաձև դնում ենք, այսպես ծալում ենք, որպեսզի այսպեսի մի բան ստանանք, այնուհետև ամեն մեկին մի քիչ, մի քանի հատ, որքան ձեզ հարմար է, եթե վաճառքի համար չեք անում, ձեր համար եք չորացնելու, ապա կարող եք դնել այնքան, որ հաստությունը ձեզ հարմար լինի։ Ահա, մյուս կողմից դնում ենք եւ այսպես սկսում ենք հյուսել։ Ահա։ Այսպես հյուսում ենք ամեն անգամ, երբ որ պակասի, վերցնենք մի քիչ, մի քանի հատ, այսպես։ Մի քանի հատ կվերցնենք եւ կհյուսենք։ Այսպես ասած, սրա պրինցիպը սա է։ Հյուսվում է մոտավորապես սովորական հյուսվում է մինչև 2 մետր։ Հիմա ես ձեզ ցույց կտամ արդեն հյուսածը, որ հյուսել ենք։ Ահա, կարող եմ ցույց տալ։ Սա հյուսածն է, որ արդեն պատրաստ է։ Ահա, սիրելի հետևորդներ, ինչպես տեսնում եք, պատրաստ է մեր մոտ հյուսկը, սա դնելու ենք ստվեր տեղ, որպեսզի չորանա, եւ արդեն կպատրաստենք ծմրանը կօգտագործենք։ Իսկ թե ինչ ճաշատեսակներ են պատրաստում, արդեն կարող եք խոհանոցային էջերում փնտրել սրա հետ կապված ճաշատեսակները եւ ինքներդ էլ կարող եք պատրաստել։ Ուղղակի հիմա շատ լավ եղանակ է եւ շատ լավ ժամանակ է, որպեսզի բանջարները հավաքեք եւ արդեն ձմեռվան համար ձմեռվան բանջարներ ունենաք։ Այսքան է, սիրելի հետևորդներ, եթե հարցեր ունեք, կարող եք գրել, բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք հաջորդ տեսանյութերը, այսքանը կհանդիպենք։